Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV եթերում է եւ ես կրկին ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են մեզ հետ։ Դե իհարկե այնպիսի օրեր ենք ապրում, որ անակնկալները կարող են ամեն քայլափոխին լինել, հատկապես մեր քաղաքական դաշտում։ Ես պարզապես շատ հաճախ մնում եմ ապշած, թե ինչպես է մեր ժողովուրդը կարողանում հանդուրժել այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում իր երկրում։ Այսօր այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքագետներից մեկին, Հայկ Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, պարոն Մարտիրոսյան, որ մեր հյուրն եք, որովհետեւ մեր ծրագիրը ձեզ միշտ հաճույքով է հրավիրում, քանի որ դուք այն անձնավորությունն եք, ով իրերը միշտ կոչում է իրենց անունով։ Այն իրավիճակը, որում այսօր մենք հայտնվել ենք, սպասելի է։ Իհարկե, միանշանակ սպասելի էր, սա մեկ ընթացքի, մեկ կուրսի, այսպես ասված, բնական հանգրվաններից մեկն է։ Մենք ամեն օր ունենալու ենք նոր զարգացումներ, բայց դրանք այլևս շոկ չեն առաջացնում հասկացողների մոտ, որովհետև մարդը պետք է գիտակցի, որ սա մեծ գործընթացի հանգրվանային շարժ է, ու եթե ժողովուրդը ունի որոշում, եւ ես չեմ ասում ժողովուրդը ոչինչ չի անում, ժողովուրդը ունի որոշում ոչինչ չանելու եւ ընթացքը կասեցնելու, հետեւաբար մենք ամեն օր ակնատես ենք լինելու նորանոր այսպիսի զարգացումների եւ գնացքը գնալու է առաջ մինչեւ վերջին հանգրվան։ Տեսեք, այդ ձեր ասացի, այսպես ասենք, սահմաններում Գյումրիում փառակարում տեղի ունեցան ընտրություններ։ Բոլորը սկսեցին գորգորալ, այ ԿՊ-ն պարտվեց, ապտակ ստացավ, էս արեց, այն արեց, հաղթեցին ընդդիմադիրները։ Որքանով են այդ ուժերը ընդդիմադիր եւ ընդհանրապես ինչ կարող եք ասել այս ընտրությունների մասին։ Նախ սուտ եւ կեղծիք է, թե Գյումրիում մասնավորապես ընդդիմությունը հաղթել է։ Գյումրիում ընդդիմությունը չի հաղթել։ Գյումրիում հաղթել է ԿՊ-ն։ Ինչու է հաղթել ԿՊ-ն, որովհետեւ պարզ թվերով եթե նայում ենք առանձին տեխնացուների, նախ որևէ մեկը չի գնում քաղաքական ուժի ձայն տալու, ձայն են տալիս տեխնացուներին։ Եվ թերևս միայն ԿՊ-ի պարագայում է մասնավորապես Գյումրիում, որ գնացել եւ ձայն են տվել ուժին, քաղաքական ուժին, իշխող կուսակցությանը եւ իշխանությանը։ Եվ այդտեղ սպეციფիկա կա այդ առումով, բայց առավել եւս դա ուժեղացնում է այն փաստարկը իմ, որ Գյումրիում հաղթել է իշխանությունը, ինչպես միշտ ամենուր Հայաստանում եղել է։ Միշտ Հայաստանում ժողովուրդը քվեարկում է իշխանության օգտին։ Ճիշտ է, իր քվեն կեղծվել է ավանդաբար եւ այլն, բայց դա կարեւոր չի։ Ժողովուրդը ընդհանրապես այսպես թե այնպես այս ժողովուրդը մշտապես քվեարկում է միայն իշխանության օգտին, մեծամասամբ։ Հիմա, եթե վերցնենք տեխնացուների առանձին վերցրած ձայները, պարզ է, չէ, որ Մարտուն Գրիգորյանին ձայն տվողը չի քվեարկել ընդդիմություն երևույթի օգտին, քվեարկել է Մարտուն Գրիգորյանի օգտին։ Պարզ է, չէ, որ Վարդան Ղուկասյանի օգտին ձայն տվածը չի քվեարկել կոմունիստական կուսակցության օգտին, դա ծիծաղելի կլիներ, որտեղ այդ կուսակցությունը ըստ էության գոյություն չունի Փառք Աստծո, փաստացի, նոմինալ գոյություն ունի, այլ ձայն է տվել Վարդան Ղուկասյանի անձին։ Եվ այս հանգամանքին, եթե գումարում ենք այն հանգամանքը, որ ձայն են տվել Սարիկ Մինասյանի անձին գումարած Սարիկ Մինասյանի ներկայացրած ուժին, իշխանությանը, ԿՊ-ին, այստեղ մենք շատ ավելի սահմռկեցուցիչ սարսափելի պատկերի ենք բախվում։ Եվ մեծամասնությունը ձայների տեխնացուների միջև եղել է, եւ դա հայտարարվել է, եւ դա բացահայտ բոլորը գիտեն, պաշտոնական թվեր են, որը ընդունված է բոլորի կողմից, այդ մեծամասնությամբ հաղթել է Սարիկ Մինասյանը։ Ինչպես է ընդդիմությունը իդեմս Վարդան Ղուկասյանի դարձել քաղաքապետ եւ ստացել իշխանություն, այն էլ հարցը թե կշարունակի այդպես կառավարել, թե չէ, որովհետեւ սա մի բան է, որը անգլերեն տերմինով քաղաքագիտության մեջ կոչվում է lame duck, այսինքն կաղբադի իշխանություն է լինելու Գյումրիում, որովհետեւ չկա հենարան։ Վարդան Ղուկասյանը չունի հենարան, ընդդիմությունը միասնաբար չունի հենարան, միասնական չեն եւ այլն եւ այլն։ Որովհետեւ միավորվեցին, որպեսզի թույլ չտան, որպեսզի իշխանությունը մնա իշխանության, ոչ թե գա իշխանության, այլ մնա իշխանության։ Եվ այս առումով որտեղ է այստեղ ընդդիմության հաղթանակը։ Որտեղ է այստեղ իշխանության հաղթանակը։ Այստեղ հստակ է, որ իշխանությունը հաղթել է, ողբերգականորեն, որովհետև այս ամեն ինչից հետո թվում է, թե ոչ միայն պիտի իշխանությունը չհաղթեր, այլ պիտի ուղղակի դուրս շպրտվեր երկրից, ընդհանրապես երկրի քաղաքական կյանքից։
Բայց չէ մենք տեսնում ենք, որ մարդիկ գնացել են եւ որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Մարդիկ գնացել են եւ հսկայական քանակությամբ ձայներ են տվել ԿՊ-ին։ Եվ սա շատ խոսուն օրինակ է։ Հիմա եթե մենք ունենք այս պատկերը, ինչ ենք մենք ակնկալում։ Հիմա ձեր հարցի մյուս մասը, որը նաև հնչեցվում է հասարակության կողմից։ Ընդդիմություն է սա արդյոք, իշխանություն է սա արդյոք, այսօրվա ընդդիմությունը Գյումրիում, ես չգիտեմ, պիտի տեսնենք։ Ամեն դեպքում այդտեղ կան մարդիկ, որոնց ընդդիմադիր, այս ռեժիմին ընդդիմադիր լինելը կասկածի տակ դժվար է առնել։ Բայց եւ կան մարդիկ, որոնք չգիտես ով են, ինչ են կամ ինչ են անելու, կամ գիտես ով են, ինչ են եւ գիտես ինչ են արել։ Այսինքն սա է իրավիճակը, բայց սա զուտ պատկերի առումով է կարևոր։ Մեծ հաշվով, բացարձակապես կարևոր չեն Գյումրու ընտրությունները։ Վերջերս Հայաստանում քաղաքապետերը քաղաքական պաշտոն չեն եւ քաղաքապետերին շատ հեշտ կարելի է լրացնել, ինչը ռեժիմը, հայաստանյան ռեժիմները պարբերաբար բարեհաջող արել են։ Եվ երբ դու չունես քաղաքական օրակարգ, երբ դու դնում ես վարչական օրակարգ եւ վարչական օրակարգով լցնում ես հանրային հասարակական կյանքն ու միտքը, ու ավելի ես ամրապնդում են իրավիճակը, որը կա, դա քաղաքականության եւ երկրի ճակատագրի վրա թքած ունենալու ոչ թե նուրբ, այլ շատ կոպիտ արվեստն է, որը արվեստի է հասցված այս երկրում։ Հետևաբար այս համատեքստում ինձ բացարձակապես չի հուզում, առավել եւս չի հուզում Փարաքարի ընտրությունները, որի մասին հարց հնչեց։ Ինձ չի հուզում Գյումրու ընտրությունները, բացարձակապես ինձ չի հուզում։ Մեծ հաշվով, որովհետև ինձ հուզում է երկրի ճակատագիրը, բայց երկրի ճակատագիրն էլ արդեն ինձ այլևս չի հուզում, որովհետև ես տեսնում եմ, որ անշեղելիորեն գնում է դեպի մի կետ, որը ես կանխատեսել եմ, եւ այդ կետին գնալը ընդհակառակը քաջալերվում է եւ հենց նույն Գյումրու ընտրություններով։ Մենք տեսնում ենք կրկին, որ եթե ռեժիմին ձայն են տալիս, տեխնացուների առանձին թվերը համեմատելով մեծամասնությունը, լուրջ մեծամասնությունը շահում է ռեժիմը, ապա ակնհայտ է սա ուր է գնում։ Եվ այդ առումով արդեն մտքերով քեզ կոտորելը անիմաստ է, դու միայն տանջվում ես այն արդյունքից, որը լինելու է այդ մասին մտածելուց։ Բայց պրոցեսուալ առումով, երբ հասկանում ես, որ որևէ բան չի փոխվում, որևէ բան փոխվելու պոտենցիալ անգամ չկա, գիտակցություն անգամ չկա, որևէ բանի վրա չես էլ զարմանում արդեն։ Ես պիտի ասեմ, որ այն իրավիճակը, որում այսօր մենք հայտնվել ենք, սիրելի բարեկամներ, դուք էլ մեզ հետ, շատ տխուր է եւ շատ ցավալի։ Այ իշխանություններից խոսեցինք։ Այս իշխանության վերջին օրերի հայտարարությունները մեկը մյուսից սարսափելի ու սահմռկելի են։ Չեք գտնում, որ այսպես չի կարելի շարունակել։ Իհարկե չի կարելի շարունակել, բայց շարունակվում է։ Իշխանությունը կանգ չի առնելու։ Իշխանությունը կանգ չի առնելու։ Այս իշխանությունը ապացուցել է, որ ինքը իմ խորին համոզմամբ հենվելով բառացիորեն հենվելով Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, Ռուսաստանի միջնորդությամբ, սա իմ համոզմունքն է, իմ հավատալիքն է, բավական չէ, Հայաստանի պատմության մեջ ամենավճռական ռեժիմն է, իշխանությունն է, այն առումով, որ ինքը ամեն ինչի վրա թքած ունի, ինքը կատարում է իր արժեվ դրված նպատակները։ Իսկ այդ նպատակը իմ խորին համոզմամբ Հայաստանի լուծարումն է եւ տարածքի փոխանցումը Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դրապես թուրքական այս տանդեմին, այսպես ասեմ։ Հիմա այս համատեքստում կարելի է շարունակել, չի կարելի շարունակել, բայց շարունակվում է եւ շարունակվելու է։ Կրկնեմ նորից, այս բոլոր հարցերում ես ի տարբերություն բոլոր խոսող գլուխների, որոնք բոլոր ալիքներով եւ YouTube-յան ալիքներով եւ հեռուստահաղորդումներով բոլորը լվանում են ժողովրդին, ես կարծում եմ, որ սրա քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունը այս ժողովրդի վրա է, որովհետեւ ժողովուրդն է պատասխանատու իր ճակատագրի եւ իր հայրենիքի ճակատագրի ներկայի եւ ապագայի համար, եւ եթե ժողովուրդը չի միջամտում ընթացքին, ապա նա ստանձնում է լիակատար պատասխանատվություն, բայց այդ պատասխանատվության գիտակցությունն անգամ չկա որևէ մեկի մոտ, ներառյալ բոլոր վերլուծաբաններն ու խոսող գլուխները։ Խոսող գլուխները դա արտահայտություն է, որ գալիս է անգլերենից եւ էլի քաղաքագիտական տերմինի կարգավիճակ ունի։ Հիմա այս համատեքստում, այսինքն մենք պետք է հասկանանք որտեղ է թաղված շանգլուխը, իսկ շանգլուխը թաղված է մեր մեջ։ Շանգլուխը թաղված է հասարակական, հանրային, ժողովրդական, ազգային իներտության, ամեն ինչի վրա թքած ունենալու մոտեցման եւ նման այլ մոտեցումների մեջ։ Եվ այստեղ որևէ բան անել հնարավոր չի։ Ես չեմ կիսում այն տեսակետները, որ
դա տեսակետ էլ չի, դա ուղղակի հայտարարվող ինչ որ բառեր են, որ մեկը ասել է, մյուսները թութակի պես կրկնում են, որ քնած է, կզարթնի եւ այլն, չէ, որ որը մեկը քնած չի։ Կա հստակ որակ, կա հստակ տեսակ, կա հստակ գիտակցություն, կամ գուցե չգիտակցություն, եւ այդ շրջանակներում կա վարքագիծ։ Վարքագիծը տալիս է արդյունք, այդ արդյունքը այն է, ինչ մենք տեսնում ենք իշխանության, ռեժիմի անկասելի առանց մարտահրավեր գործունեություն եւ գործընթացի առաջ տանում։ Եվ պիտի ասեմ, որ ես համոզված եմ հիմա, որ հայ ժողովուրդը այս իշխանության եւ ռեժիմի օրակարգի հետ համաձայն է։ Համաձայն է, եթե համաձայն չլիներ, անհամաձայնություն կհայտներ։ Անհամաձայնությունը խոհանոցում ամուսինների կնոջ եւ կարտոֆիլ մաքրող կնոջ եւ բորշուտող տղամարդու միջև զրույց չի։ Դա քաղաքական process է, դա համընդհանուր տրամադրություններ են, դա համընդհանուր բողոքի գործողություններ են։ Մենք այդպիսի գործողություններ տեսնում ենք աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա վատ իրավիճակ եւ որտեղ կա հանրային գիտակցում իրավիճակի։ Հայաստանում, եթե դա չկա, նշանակում է սա շատ գիտակցված որոշում է եւ սա գիտակցված մանդատ է այս իշխանությանը լուծարելու Հայաստանը։ Ես պիտի ասեմ, որ թե մեր վարչապետի, թե արտաքին գործերի նախարարի վերջին ելույթները Թուրքիայում կամ այստեղ վարչապետի այդ ազգային ժողովի բեմից ունեցած թատերականացած այդ ներկայացումների ժամանակ պարզապես ապշեցնում են։ Պատկերացնում եք, երկրի առաջին դեմքը կարող է ասել, որ սահմանադրությունից պետք է անենք այս կետերը, որի մասին մտածել է անգամ սարսափելի։ Էլ չեմ խոսում ցեղասպանության առնչվող։ Եվ նա փաստորեն կատարում է ձեր նշած պետությունների ղեկավարների պահանջակը։ Իմ կարծիքն է դա նաև, ես այդ կարծիքին եմ, ես այդ համոզմանն եմ, այո, բայց մենք տեսեք, մի հետաքրքիր բան ասեմ, ես այս վարչապետին առաջինը քննադատող չհեղափոխության օրերին իրեն սատարած, բայց շատ անմիջապես հետո գրեթե իրեն քննադատող մեկն եմ, որը առաջինն է սկսել իրեն քննադատել այդ դաշտում։ Նկատի չունեմ հանրապետականներ, քոչանականներ, նրանք միշտ էին քննադատում, բայց նրանք բոլորովին այլ օպերա եւ բոլորովին այլ ճամբար են, հա։ Ես երբևէ չեմ եղել ԿՊ-ից, երբևէ առնչություն չեմ ունեցել իրենց հետ, երբևէ որևէ առնչություն այդ ուժի հետ չեմ ունեցել, բայց իրեն ինչպես ժողովրդի 99.9%-ը սատարել եմ, որովհետև հավատացել եմ, որ ինքը այն ազգայնականն է, որի դիմակով ինքը հանդես էր գալիս եւ իր ուժը այդ խիստ ազգայնական եւ մտածում եմ, որ դա բարեփոխված քաղաքական դիրքորոշում, մոտեցում եւ բնույթ է, պարզվեց, որ դա ուղղակի խաբկանք էր եւ հստակ իմ կարծիքով հստակ կազմակերպված գործողության մի մաս, որին շատերը զուգնացին, բայց ես առաջինը հասկացա, թե ինչ է կատարվում եւ առաջինը եղա իր ամենակոշտ քննադատներից մեկը։ Հիմա ես այլևս իրեն չեմ քննադատում ըստ էության։ Եվ դա որևէ կերպ չի բացատրվում նրանով, որ ես դիրքորոշում եմ փոխվել, ծախվել եմ կամ դարձել եմ ամենևին, ես քննադատում եմ իհարկե։ Բայց ես իմ ասած այն է, պատկերավոր եմ ասում չքննադատել, որ ես չեմ կենտրոնանում այլևս իր անձի վրա։ Ինձ համար կարևոր չի այլևս ինքը ինչ է անում, որտեղ ես գիտեմ ինքը ինչ է անում։ Ես հստակ տեսնում եմ ինքը ինչ է անում։ Ինձ համար կարևոր է թե ինչպես է իրեն թույլ տրվում դա անել։ Թե ինչու է մեր ժողովուրդը թույլ տալիս, որ դա անի։ Եվ այստեղ է խնդիրը, որովհետև եթե մեկը կատարում է մի գործողություն, եւ դա կատարում է արդեն բացահայտ, կատարում է դա սիստեմատիկ համակարգային ձևով, դու գիտես այդ մարդը ով է, ինչ է, դու չես կարող անընդհատ կանգնել եւ իրեն թիրախավորել եւ իրեն ասել։ Երբ կողքը կան մարդիկ, որոնք կարող են ձեռքը բռնել եւ թույլ չտալ դա անել։ Բայց դա չի արվում, դա որևէ մեկը չի անում, ոչ միայն մարդիկ, այլև միլիոնավոր մարդիկ։ Եվ եթե միլիոնավոր մարդիկ որոշել են ոչինչ չանել, այդ միլիոնավոր մարդիկ մասնակցում են այդ գործընթացին։ Չէ՞ որ նույն քրեական տիրույթում եթե քրեական process-ներում, եթե օրինակ մեկը հանցագործություն է գործում եւ մյուսը կարող է կանխել եւ նայում է դիտորդի դերում է եւ չի կանխում, ինքը հանցակից է դառնում։ Այս նույն տրամաբանությունը գործում է նաեւ քաղաքականության մեջ եւ այս հարցում։ Հատկապես այս արստեղ քաղաքականություն էլ չկա, այստեղ կա երկրի խնդիր, երկրի ճակատագրի խնդիր։ Դրա համար ես գտնում եմ, որ
ֆիքսվել անձի եւ նրա արածի վրա այն ինչը մենք գիտենք որ ինքը արել է եւ անելու է ճիշտ չի այլևս պիտի արմատի վրա ֆիքսվենք պիտի սկսենք գիտակցել որտեղ է խնդրեմը որտեղ է էպիկենտրոնը խնդրեմի որպեսզի փոխելու հնարավորություն ունենանք ես համոզված եմ որ փոխելու հնարավորություն չկա եւ չի լինելու որտեղ ցանկություն չկա ամենակարևորը եթե դու չես դնում քո արժեվ ցանկություն դու չես էլ կարող փոխել բայց այո ազգային ժողովում այդ հայտարարությունները արվում են ես ձեզ ասեմ գովելի է իր ազնվությունը ինքը շատ ազնիվ ձևով ասում է ես փոխաբերական իմաստով ես այդպես եմ հասկանում որ հասկանում եմ որ ասում է պիտի լուծարենք երկիրը պիտի հայ ժողովուրդ չլինի պիտի լինեն այստեղ Թուրքիա Ադրբեջան գործընթացները սրանք են դե այդպես բացահայտ չի շարադրում բայց շատ ազնվորեն այդ պատկերը դու կարող ես տեսնել այսինքն իր կողմից ազնվորեն ներկայացվում է այստեղ ով ունի անելիք ուրիշ այդ մարդուց ինչ եք ուզում այդ մարդը խնդիր ունի այդ խնդիրը կատարում է դուք ինչ խնդիր ունեք եկեք այսպես դնենք հա ազգային ժողովի նիստը լսող բոլորիս է վերաբերում այդ դուք ասելով դուքը այստեղ է խնդիրը մնացածը գիտեք հեշտ բաներ են հեշտ թիրախներ են նույն ինքը իր անձը հեշտ թիրախ է անընդհատ կարելի ամեն ինչը քննադատել ամեն ինչին կպնել լավ ընդունեք այդ մարդը այդ է դուք գիտեք այդ մարդը եթե դուք չեք կանգնեցնում այդ մարդուն քննադատելը դառնում է ուղակի սեփական անգործությունը քողարկելու մեթոդ եւ գործիք բայց այդ մարդուն կանգնեցնելը եւ այդ մարդուն չէ միայն այդ մարդուն քաղաքականապես կանգնեցնելը եւ իր քաղաքական ուժին քաղաքականապես կանգնեցնելը սրանք ապրել չապրելու խնդիրներ են այս ազգի եւ այս երկրի համար ապրել չապրելու եւ եթե չեն կանգնեցնում չեն ապրելու մնացածը կարևոր չի այսօր սա ասեց վաղը ասելու է որ պիտի մարդիկ չգիտեմ սրանից հրաժարվեն նրանից հրաժարվեն չեմ բացառում որ մի օր կանգնի ասի դուք պիտի ընդունեք թուրքական տիպի սունի իսլամ կամ այդպես ավելի ճիշտ է թուրքեր են սովորեք համատարած թուրքերենի ուսուցում կարող է մտցվել տեսականորեն դպրոցներում ինչի՞ չէ արդեն այդ գաղափարը կա արդեն մտցվում հա այսինքն եթե գնում է ժողովրդի լուծարման եւ Հայաստանի հանձնման գործընթաց լավ մենք գիտենք ովքեր ինչ են անում իսկ մենք ինչ ենք անում սա է խնդիրը եթե մենք ոչինչ չենք անում նստել եւ այդպես անընդհատ բողոքել եւ ասել եւ մատնացույցանել եւ ասել ուրիշները մեզ արեցին, մեզ կեղեքեցին, մեզ գաղութացրեցին, էս արեցին։ Լավ, դուք ինչ եք անում։ Այս է խնդիրը, սա է ամենակարևորը։ Թե չէ, այո, սարսափելի բաներ ենք լսում ազգային ժողովի բեմից եւ լսելու ենք ավելի սարսափելի բաներ եւ ավելին, շատ ավելի սարսափելի բաների մենք ականատես ենք լինելու։ Համոզված եք 100%-ով։ Դա անհնար է որ չի։ Այո, այդպես մի ասեք, որովհետև ձեր ասածները ցավոք շատ կարճ ժամանակում իրականություն են դառնում։ Հա, որովհետև տեսեք, այստեղ չկա բան, այսպես պայծառատեսության խնդիր։ Այստեղ կա պարզ տրամաբանական, մի քիչ էլ մասնագիտական անալիզի շարունակականության խնդիր։ Ես անալիզ եմ անում եւ նայում եմ, տեսնում եմ, եթե չկա որևէ, պատկերացրեք գնացքը չունի արգելակներ եւ գնում է։ Այդպիսի ֆիլմեր կան, չէ, այդպիսի արտահայտություններ կան անգամ որ մտել են լեզվամշակույթ մասնարարպես արևմտյան։ Այդ գնացքը չունի արգելակ գնում է։ Հիմա եթե իրեն արգելել, կանգնեցնել, փորձող չկա, ոչ գնացքի ներսից, ոչ գնացքի դրսից։ Այդ գնացքը մի օր թռնելու է ռելսերից դուրս, չէ, մի օր հարվածելու է վերջնակետի արչև կանգնած պատին, չէ, եւ ջախջախվելու է։ Հիմա ես տեսնում եմ գնացքը գնում է, սա դուք եք տեսնում, բոլորն էլ են տեսնում։ Գնացքը գնում է, մենք գործընթաց ունենք, այդ գործընթացի մեջ ենք։ Չէ, այս իշխանությունը կա, երկիրը կործանվում է, անընդհատ նոր հայտարարություններ, նոր գործողություններ են կատարվում։ Գնացքը գնում է, մենք սա հաստատեցինք։ Ուր են կանգնեցնող գործողությունները։ Եթե չկան, նստել գնացքի մեջ եւ հուսալ, որ այդ գնացքը կկանգնի ինքն իրեն, երբ որ ընդհակառակը մյուս կողմից շոկեքարշի մեջ ածուխ են լցնում անընդհատ կրակի վրա, որպեսզի ավելի արագ գնա այդ գնացքը առանց արգելակների։ Բայց եթե արգելակ չկա, մենք ինչի վրա ենք հույսը դնում, ինչ ենք սարսափում են մտքից, որ այդ գնացքը դուրս է գալու ռելսերից, ընկնելու է ձորը կամ հարվածելու է պատին։ Դա լինելու է։ Մենք հավատանք թե չհավատանք, ուզենք թե չուզենք։ Եթե մենք չենք կանգնեցնում այդ գնացքը եւ փորձեր չենք կատարում կանգնեցնելու, այդ գնացքը աղետի է ենթարկվելու, անխուսափելի է։ Մյուս կողմից տեսեք, կան Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք շատ լուրջ պետություններ են առումով, որ իրենք պետականաստեղծ գաղափարախոսություն ունեն։ Ես մասնավորապես այս պատերազմից հետո վերջին 5 տարիների ընթացքում շատ խորությամբ
հարյուրավոր աղբյուրներից եւ գիտական նյութերով ուսումնասիրել եմ փորձելու համար հասկանալու թե ինչ էր կատարում եւ ինչ է կատարում եւ ամեն օր նոր հայտնագործություն եմ անում X-ինձ համար նոր եզրակացության եմ գալիս որը հաստատում է իմ հիմնական եզրակացությունը այդ պետությունները եւ այդ ժողովուրդները նվաճելով իրենց համար ստեղծել են հայրենիքներ զրոյից հայերը լինելով բնիկներ հազարամյակներով ապրելով այստեղ անհիշելի եւ բառացիորեն անհիշելի ժամանակներից դեռևս պատմագրությունից շատ առաջ ապրելով այս տարածքում ունենալով այս տարածքը հետեւողականորեն միայն զրկվել են սեփական հայրենիքից եւ դա ուրիշների մեղքը չի միայն նվաճողներ ունեն բոլոր ազգերը եւ բոլոր պետությունները Պորտուգալիան եւ Իսպանիան գրաված էին 700 տարի արաբների կողմից մահմեդականների կողմից բայց իսպանացիները եւ պորտուգալացիները զրոյից ազատագրեցին իբերական թերակղզին եւ հիմնեցին հզոր կամ վերահիմնեցին հզոր պետություններ, մասնավորապես Պորտուգալիան եւ ջախջախեցին արաբներին 700 տարի հետո 700 տարի հետո, որտեղ 700 տարի հрьяաները 2000 տարի պայքարեցին եւ վերադարձան եւ ստեղծեցին հզորագույն պետություն եւ հիմա էլ իրականացնում են իրենց հայրենիքի ազատագրման գործընթացը մինչեւ այս պահը Այսինքն մենք կորցրել ենք միայն Արցախի ազատագրումը ժամանակավոր փոքր էպիզոդային եւ բախտային էպիզոդ էր բախտային էր որովհետեւ այն հեշտությունը որով մենք կորցեցինք եւ դա մարսեցինք ցույց է տալիս որ դա էպիզոդային եւ բախտային դրվագ էր Այսինքն դա կոնկրետ մոտեցման գաղափարախոսության աշխատանքի արդյունք չէր Հիմա ներողություն սա էլ ասեմ ուղղակի ավարտեմ կներեք Հիմա այս համատեքստում այդ ժողովուրդները եւ իրենց լիդերները անձեր չեն Ալիևը չլինի կլինի չգիտեմ ուրիշ մեկ այլ ազգանուն ասեք Հաջիևը կամ չգիտեմ ուրիշ մեկը որը նույն գործունեությունն է ծավալելու նույն քաղաքականություն եւ գաղափարախոսություն որտեղ իրենք գաղափարախոսությունն է Այս մարդիկ հստակ ծրագիր ունեն եւ հստակ պատկերացում ունեն իրենք ինչ են ուզում իրենք պետական մտածողներ են նույնը Թուրքիայում հատկապես Թուրքիայում Եվ այս փոքրիկ սեպը Հայաստանը, որը անպաշտպան է, ինքն իր կամքով է անպաշտպան, որը հանձնված է։ Եթե կանգնած է իրենց դիմաց, եթե դու ունես գիշատիչներ եւ դու ունես խելոք կանգնած ինչ որ մեկը իրենց առջև։ Այդ գիշատիչները, որ քաղցած են եւ իրենց երազանքն է այդ խելոք մեկին ուտելը, չեն ուտելու, ինչ են անելու, սպասելու են, թե նստելու են հետը բան, ոսպ ուտեն։ Չէ։ Հիմա այս իրավիճակում, երբ որ մենք գնացքը չենք կանգնեցնում եւ մենք ունենք երկու շատ արմատական կարդինալ խնդիր։ Մենք չունենք միայն մեկ խնդիր, ինչպես հակամարտող կողմերից թեկուզ աշխարհում տարբեր հակամարտող կողմերից թույլ կողմն ունի։ Դա հակառակորդի դեմ պայքարելն է։ Մենք այդ խնդիրը չունենք միայն։ Դա մեր երկրորդ խնդիրն է, որտեղ առաջի խնդիրը ներքին աղետաբերությունը կասեցնելն է, ներքին ռեժիմի դեմ պայքարելն է, ներքին խնդիրները հաղթահարելն է, ներքին հոգեբանությունը հաղթահարելն է։ Սրանից հետո նոր հնարավոր կլինի անցնել երկրորդ փուլին։ Այսինքն, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, եթե ես ասում եմ, ես ունեմ 100% վստահություն եւ ինձ մեղադրում են, ասում են վատատեսություն է բանում, եղբայր, ես իրատեսություն եմ ասում։ Ես կեղծ հույսեր չեմ վաճառում։ Իրականությունը պիտի մարդն իմանա։ Ինչքան էլ որ դա վատը լինի եւ տհաճ լինի։ Եվ եթե պիտի իրականության արդյունքում հուսահատվի, ջանդամ հուսահատվի, թող հուսահատվի։ Բայց դի իրականությունը ճշմարտությունը պիտի իմանա, մինչդեռ բոլորին բոլորը խաբում են։ Եվ այդ խաբեությամբ գնացքը գնում է առաջ շատ ավելի հանգիստ եւ առանց կանգնելու, հա։ Այս առումով ես չունեմ կասկած։ Գիտես, ես լրիվ ընդունում եմ քո ասածները, որտեղ դրանք շատ իրատեսական են եւ ռեալ իրողությունն է այսօր։ Բայց մի ցավալի հարց էլ, որի մասին ուզում եմ խոսել։ Միթե հնարավոր չէ գոնե, ասենք, Բաքվում շարունակող այդ դատավարությանը վերջ տալ։ Մեր իշխանությունները կարծես չեն էլ մտածում այդ մասին։ Միանգամայն ճիշտ եք, իհարկե կարելի է վերջ տալ այդ դատավարությանը, բայց դրա համար լուրջ աշխատանք է պետք տանել, եւ այդ լուրջ աշխատանքը չեն կարող տանել որևէ այլ ուժեր, քան ներհայաստանյան իշխանությունը։ Բայց հայաստանյան իշխանությունը ակնհայտորեն մենք դա տեսնում ենք, թեև հայտարարություններ է անում, բայց իմ համոզմունքն է, որ բացարձակապես ոչինչ չի անում։ Մենք տեսնում ենք դրա արդյունքները։ Չի անում իմ կարծիքով եւ իմ համոզմամբ մեկ պատճառով, որովհետեւ Բաքուն իրականացնում է ծրագիր եւ դա հայկական հարցի, իսկ այս հայկական հարց բառից հիմա բոլորը սկսել են փախնել, զզվել, այսպես այնպես ինձ համար նողկալի է այդ վիճակը փախնելու եւ զզվելու, բայց հայկական հարցը մինչեւ այսօր գոյություն ունի եւ հայկական հարցի
կործանման եւ վարկաբեկման հանգրվաններից մեկն էլ գերիներին եւ ռազմագերիներին օգտագործելն է ադրբեջանա-թուրքական նարատիվը հաստատելու համար։ Եվ նրանք նաեւ անհրաժեշտ են Բաքվին առանձին մի քանի այլ ծրագրեր նույնպես իրականացնելու համար, ինչին եւ իրենք հերթով, քայլերով գնում են։ Իմ խորին համոզմամբ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի ցանկանում խոչընդոտել այդ գործընթացին, որտեղ ինչպես ասացի, իմ կարծիքով եւ իմ համոզմամբ այս իշխանությունը ծառայում է Բաքվին եւ Անկարային։ Հետևաբար ինչ ենք մենք ուզում այս իշխանությունից։ Եվ նորից վերադառնամ իմ ասածին։ Եթե մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը դա է անում, ռազմագերիների ծնողները այս վերջերս 2 անգամ ինչ որ բողոքի խոսք ասեցին, հարցազրույց տվեցին, բայց լավ, այդ մարդիկ պիտի գիշեր-ցերեկ աղմկեին փողոցներում։ Ռազմագերիների ծնողները ինչ են անում։ Իրենց ուղեղները լցրել են, թե սուս մնացեք, բան մի խոսեք, դա կարող է վնասել ձեր զավակներին, ու իրենք հավատացել են դրան։ Այսինքն աշխարհում որտեղ կա այսպիսի բան։ Ռազմագերիներ տարբեր երկրներում լինում են, բայց բարեկամները, հարազատները հսկական աղմուկ են անում եւ իշխանության վրա ճնշում են գործադրում։ Իսրայելը դրա լավագույն օրինակն է, որտեղ այս պատերազմի Գազայում պատերազմի ամբողջ առանցքը ներ-իսրայելական քննարկումները, ամբողջությամբ եւ կառավարության գործողությունները պայմանավորված են նրանով, որ գերիների, անմեղ գերիների, իսրայելցի անմեղ գերիների ծնողները եւ ընտանիքները եւ հասարակությունը աննկարագրելի ճնշում են բանեցնում իշխանության վրա իսրայելական, որ ամեն ինչ արեք, որ այս գերիներին հետ բերեք։ Եվ ողջ օրակարգը պատերազմի ըստ էության գերիների հարցի շուրջ է։ Այդ մասին Հայաստանում որևէ մեկը ոչինչ չգիտի։ Բայց ինչ եք անում մենք։ Մենք հանգիստ ենք։ Նույն գերիների ծնողները շատ թեթև ինչ որ բաներ բողոք բան, սենց կամած, հա։ Չկա, հասարակությունը ինչ է անում, ոչինչ, հասարակության համար այդ ռազմագերիները չկան։ Կան։ Մենք տեսնում ենք։ Միացյալ Նահանգները, պարոն 70-ական թվականներին մի մասնավոր կազմակերպություն մշակեց մի դրոշ, սև դրոշ է, որի վրա գլուխ կա, այսպես, եթե չեմ սխալվում, շալար եւ այլն, եւ POW MIA, որ կարդում ես POW-MIA է կարդացվում այդպես, POW MIA, Prisoners of War Missing in Action, ռազմագերիներ եւ ռազմական գործողությունների ընթացքում կորածներ, այսինքն անհետ կորածներ։ Այդ դրոշը ստեղծեցին ի պատիվ այն ամերիկացիների, որոնք ռազմագերի են եղել կամ կորած են Վիետնամական պատերազմում, տարբեր պատերազմներում, Միացյալ Նահանգների, անգամ առաջին համաշխարհայինի ժամանակ եւ անգամ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Եվ այդ դրոշը կառավարությունը ворթեգրեց, սկսեց տարածում ստանալ։ Հանրային գիտակցության մեջ ռազմագերին շատ կարևոր բան էր եւ է Միացյալ Նահանգներում։ Սեփական կորած զինվորը շատ կարևոր բան է։ Նույնն է եւ Իսրայելում, նույնն է եւ բոլոր իրենց հարգող երկրներում եւ հասարակություններում։ Հայաստանում այդ դրոշը կա, բայց այդ դրոշը չեն օգտագործում։ Եվ չգիտեն անգամ շատերը, որ այդ դրոշը կա։ Հայաստանում ընդհանրապես ռազմագերիների մասին գիտակցում չկա, բայց այդ դրոշը սպիտակ տանը, դաշնային դրոշի, Միացյալ Նահանգների դրոշի տակ ծածանվում է, եթե ուշադրություն դարձնեք սպիտակ տան բոլոր լուսանկարներին, վրան հիմնական դրոշն է Միացյալ Նահանգների եւ դրա տակ ծածանվում է ավելի փոքր չափի այդ սև դրոշը։ Այդ աշճանի կարեւորությունն են ռազմագերիները նորմալ եւ հզոր հասարակությունների համար։ Հիմա այս առումով ռազմագերիները մեծագույն ողբերգություն է, բայց այդ ողբերգությունը շարունակվելու է այնքան, որքան անհրաժեշտ է Բաքվին, որտեղ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր այստեղ։ Եվ եւս մի բան ասեմ, ինձ համար անընդունել է, որ Ռուբեն Վարդանյանը դարձել է հիմնական սիմվոլը ռազմագերիների, մինչդեռ այնտեղ կան հասարակ զինվորներ, մինչդեռ այնտեղ կան երիտասարդներ, որոնք օգնություն էին տանում Արցախ, երբ գերեվարվել են, եւ այդ մարդիկ գրեթե ամբողջական մոռացության են մատնված հասարակական գիտակցության մեջ այստեղ։ Ռուբեն Վարդանյանը միլիարդատեր է։ Ռուբեն Վարդանյանը ունի լավագույն փաստաբան է։ Ռուբեն Վարդանյանը կատարել է գիտակցված քայլեր։ Շատ վատ է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է։ Լավ կլիներ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի արդարադատության առջև պատասխան տար ազգային պետությունում։ Այն բաների համար, ինչում իրեն շատերը մեղադրում են կամ փորձում են մեղադրել։ Բայց Բաքվի բանտում լինելը ողբերգություն է, բայց դա չի նշանակում, որ միլիարդատիրոջը, որը ունի հայտնիություն եւ ռեսուրսներ, որ ընտանիքը ունի, պետք է դարձնել դրոշակ եւ իրեն առաջ դնել, մանավանդ որ այդ մարդը արևմուտքում ունի ոչ միանշանակ ընկալում։
եւ այստեղ նույնպես ես տեսնում եմ լուրջ ինքնավնաս գործողություն էթում եւ հասարակության տարբեր շերտերի կողմից, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում։ Փոխանակ զինվորներին դնեն, փոխանակ զինվորների ծնողները գան առաջին պլան, փոխանակ քաղաքացիական անձինք, որոնք գերեվարված են այնտեղ գան առաջին պլան։ Մենք ունենք լիբանանահայ, որը թողել էր Լիբանանը եւ եկել էր Հայաստան եւ գնացել էր Շուշի հաստատվելու համար։ Ինչի այդ մարդը սիմվոլ չի։ Հասկանում եք ով է այդ մարդու անունը հիշում Վիգենի։ Այսինքն այսպես է, ասեմ ավելին, որ ես չեմ կարծում, որ Արցախի կառավարիչները, եւ ես հրաժարվում եմ ռազմաքաղաքական ապուշ տերմինը ասելուց, որտեղ այդ մարդիկ ոչ ռազմական գործիչներ էին եւ ոչ էլ քաղաքական, ինչքան էլ որ ավտոմատ կրակած լինեն առաջին պատերազմի ժամանակ մի քանիսը։ Այնտեղ քաղաքական գործիչ ընդհանրապես չկար։ Դրանք բդեշխիկներ էին գեղական մակարդակի։ Իհարկե այդ խմբի մեջ կան նաեւ արժանապատիվ նորմալ մարդիկ նույնպես։ Բայց խոսում եմ հիմնականի մասին եւ նախագահների մասին, այսպես կոչված նախագահների։ Հիմա այդ մարդիկ ես կարծում եմ, որ երբեք չեն վերադառնալու Հայաստան։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հարցերը Բաքուն կլուծի, ինքը կլուծի, որտեվ ադրբեջանցիները ունեն լուրջ պետական մտածողություն եւ իրենց խնդիրները լուծելիս ոչինչի առջև կանգ չեն առնում։ Հայք շատ ցավալի է, այսպես եզրակացություններ եք անում եւ իհարկե ճիշտ ասած ինձ համար էլ մի փոքր այսպես տխուր է, որ այդ մարդիկ անկախ ամեն ինչից մեր հայրենակիցներն են, մենք շատ կուզենայինք, որ ազատվեին գերեվարությունից։ Իհարկե։ Բայց դուք լավատես չեք։ Չէ, ես իրատես եմ, էլի։ Ես չեմ կարող լավատես լինել, պարոն Ղուշյան ջան, մի իրավիճակում, երբ լավատեսության որևէ հիմք չկա։ Եթե մեկը կարող է ինձ թվել, չեմ ասում 3, 1 հիմք լավատեսության, 1 հիմք։ Ես կասեմ, ճիշտ է, ես վատատես եմ։ Բայց եթե չեմ տեսնում այդ հիմքերը, ես համարում եմ լավատեսությունը ապուշ ինքնախապեյություն։ Եթե մարդը ուզում է ինքն իրեն խաբել եւ այդպիսիք շատ-շատերը կան, խնդրեմ թող իրենք խաբեն։ Բայց ես ինձ չեմ ուզում խաբել 1, ես իրենց չեմ ուզում խաբել 2։ Ես գտնում եմ որ դա սխալ է։ Եվ մեր ունկնդիրներին չեք ուզում խաբել։ Իհարկե, ես որևէ մեկին չեմ ուզում խաբել, որտեվ դա համարում եմ իմ կոչմանը, ոչ միայն իմ տեսակին եւ իմ համոզմունքներին դեմ, այլև իմ կոչմանը դեմ։ Իմ կոչումը խաբելը չի։ Իմ կոչումը չի հետապնդել ինչ-որ մանր գեղչկական, չարչիական օրակարգեր, դրանք լինեն քաղաքական բնույթի թե անձնական բնույթի, եւ հաճելի բան լցնել մարդկանց ականջերը կամ մի քիչ ճիշտ ասել, մի քիչ էլ խաբել, որ հույս տան, որ իրենց լավ լինի, որ հանկարծ չհուսատվեն, որ էս, որ այն, չէ։ Եղբայր պիտի ճշմարտությունը իմանան։ Տեսեք, ես դες մի կարևոր բան էլ ասեմ, հա, այս ժողովրդի մեջ կա մի ընդունված բան եւ դրանում ես էլ իմ մեղքը ունեցել եմ դրա այդպիսի մի էպիզոդում ներգրաված լինելով ժամանակին շատ վաղուց եւ հիմա երբեք այդպիսի բան չի անի երբ մահամերձ կամ շատ ծանր առողջական ամբուժելի վիճակում գտնվող հարազատին չեն ասում որ հիվանդ է եւ մինչեւ այսօր դա կա այս հասարակության մեջ առանձին դեպքեր շատ կան ես դա համարում եմ բարոյական հանցագործություն Պիտի հիվանդին ասես, որ ինքը հիվանդ է։ Ինչպիսին էլ լինեն, որ քո մոտիվացիաները։ Պիտի ասես ճշմարտությունը։ Մարդը պարտավոր է իմանալ եւ իրավունք ունի իմանալ իր մասին ճշմարտությունը, ինչքան էլ ինքը դրանից ահաբեկվի, դեպրեսիայի մեջ ընկնի եւ այլն եւ այլն։ Որտեւ դրա հիման վրա ինքը կարող է ընդունել այլ որոշումներ, որոնք շատ կարեւոր են։ Եվ առավել եւս երկրի հարցում չի կարելի խաբել ժողովրդին եւ ասել, որ դու լավ չես անում կամ դու լավ ես անում, դու հրաշալի ես անում Եվ կլինի լավ։ Պիտի ճիշտ ասես։ Հասկաց Հայկ, շնորհակալ եմ, որ եկար։ Ես եմ շնորհակալ։ Սեր բարեկամներ, մեր իսկապես հրաշալի վերլուծաբան քաղաքագետներից մեկն է, այսօր մեր տաղավարում Հայկ Մարտիրոսյանը, ով որքան էր այսպես ցավալի փաստեր բերեց, խոսեց իր, ինչպես ասում են, մշակած ծրագրով իր համար իհարկե, այն կարգախոսով, որով ինքը ապրում է, ասել միշտ ճշմարտությունը, որքան էլ դա ցավալի է ու դաժան։ Մնացեք լավատես այնուամենայնիվ։ Այսօր այսքանը, ցտեսություն։